Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք գործարար ալիքը, իսկ եթերում Modus Vivendi հաղորդումն է։ Դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակն է Արա Պապյանը, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Եգիպտոսում տեղի ունեցավ խաղաղության գագաթնաժողով եւ ինչն է հետաքրքիր, սրան չմասնակցեց Նեթանյահուն։ Այս կուզեի ձեր կարծիքը լսել, ձեր կարծիքով ինչու հրաժարվեց մասնակցել եւ այստեղ Թուրքիայի նախագահի հետ կապված ինչ կար, երբ որ լուրեր տարածվեցին, որ Էրդողանը հրաժարվել է վայրեջք կատարել, մինչեւ որ հաստատվել է, որ Նեթանյահուն չի մասնակցելու։ Նեթանյահու չմասնակցելու պատրվակը այն էր, որ կրոնական տոն է Իսրայելում եւ ինքը պիտի մնա մասնակցի։ Բայց կարծում եմ ինքը չմասնակցեց, որովհետև չէր ուզում ինչ որ երկրների հետ քննարկել իր անվտանգության հարցը։ Իր համար ընդունելի է, որ ասենք Ամերիկայի նման երկրի հետ քննարկի։ Մեծ երկիր աշխարհի գերտերություն է, բայց այնտեղ 27 երկիր էր, որոնք ունեին կամ չունեին որևէ ազդեցություն, այդ ամբողջը պետք էր Թրամփին, որպեսզի ինքը մի փոքր փայլ տար այլ իր նախաձեռնությանը, բայց բնավ Նեթանյահուն պետք չէր։ Ավելին ասեմ, դες ոչ միայն Նեթանյահուն չմասնակցեց, այլ նաև Իրանը չմասնակցեց։ Իսկ Իրանը ըստ էության այն հիմնական ուժն է, թեև թուլացած, թեև ջախջախված, որ կանգնած է Գազայի հետևում, այսինքն Համասին աջակցողներից մեկն է։ Թեև հիմնական իր աջակից ուժը Հեզբոլլահն էր, որը ասենք շիական ուժ ջախջախվեց, բայց այնուհանդերձ մենք գիտենք, որ Համասին աջակցողներից հիմնականը եւ նաեւ Իսրայելի դեմ պայքարող, ասենք Եմենի, ապստամբների թիկունքին Իրանն է։ Հետևաբար ըստ էության սա գեղեցիկ հերթական հանդիպում էր, մարդկանց գործից կտրեբերել էին այնտեղ, սիրուն կհանդիպենք խոսան, ասենք Ալիևի համար լավ էր, որովհետև Թրամփը հերթական անգամ գոված շրջվեց, ասեց, որ այս մարդը ուժեղ առաջնորդ է եւ ինչ որ գոված, միքչել Իրան գոված, ասեց, որ 31 տարվա պատերազմը դադարեցրել է։ Առիթ էր Նիկոլ Փաշինյանի համար հիշեցնելու, որ ինքը Հայաստանի վարչապետն է, տեսանք մենք ինքը մոտեցավ, հիշեցրեց իրան, որ the other guy-ը ինքն է եւ այլն, առիթ եղավ նկարվելու, հիմա այդ նկարը ԿՊԱ-ականները ամբողջ ուժով շրջանառության մեջ են դնում, ասում են, տեսեք, ինչպիսի ընդունելության արժանացավ եւ այլն, հասկանալի է, բոլոր երկրների բոլոր նախագահների կամ վարչապետները, այնտեղ Թրամփը նկարվել է, երկու բառ են փոխանակել, այսինքն դա բանակցություն չի, որտեվ իմ պատկերացմամբ, իմ փորձը ուսումն է, որ երբ որ դու հանդիպման ես կամ բանակցում ես, դու պիտի ինչ-որ նստես հարցի շուրջ խոսաս, գոնե մի քանի րոպե եւ այլն, որը տեղի չի ունեցել։ Ինչու են Հայաստանը եւ Ադրբեջանը հրավիրված են շատ պարզ պատճառով, որովհետեւ դա տարածաշրջանային հավաք էր եւ Հայաստանը դուրս չէ տարածաշրջանից, ըստ էության աշխարհի չափանիշներով, եթե նայում ենք Իսրայելից, Գազայից մինչև Հայաստան, այնքան էլ հեռու չէ, այնտեղ այնպիսի երկրներ կան, ինչպես Կանադան, Ինդոնեզիան, շատ ավելի հեռու են։ Իհարկե լատին ամերիկյան երկրներ կամ աֆրիկյան երկրներ չկային, եթե իհարկե Եգիպտոսը չհամարենք, էլի Աֆրիկա, աշխարհագրեն Աֆրիկա, բայց քաղաքականապես ասես միջին արևելքի մասը։ Ալիևը պետք էր Թրամփին որպիսի ինքը կարողանա ցույց տա իր ազդեցությունը Հարավային Կովկասում եւ միանշանակ է արդեն կարող ենք ասել, որ Թրամփ մոտ այդ ընկալումը, որ թիվ 1 երկիրը Հարավային Կովկասում, դա Ալիևն եւ Ադրբեջանն է, բանն էլ պետք էր Նիկոլ Փաշինյանը, որպեսզի մի փոքր դա հավասարակշռվեր, նաեւ ի վերջո համայնքի հարց կա, գալ տարի այնտեղ Սենատի 1/3-ի քվեարկության հարց կա, վերընտրությունների հարց կա, պետք է ինչ-որ հայրին սիրաշայել եւ այլն, իսկ կրկնեմ, Նիկոլ Փաշինյանին պետք էր ներքին ընտրապայքարի մեջ օգտագործելու համար այդ հանդիպման փաստը։ Պարոն Պապյան, շատ է քննարկվում եւ քննադատվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Թրամփին մոտենալը, հիշեցնելը ով է ինքը, միգուցե դա ինչ որ առումով նաեւ ճիշտ էր, որովհետեւ փոքր երկրները ինչպես մենք ենք, ինչ որ ձևով պետք է տպավորվեն մեծ երկրների մոտ
Եվ ձեր կարծիքով, եթե ոչ այդ կերպ, ապա այլ ինչ ձևով կարելի է մեզ հիշեցնել տալ, որովհետև տեսնում ենք Թրամփը ամեն անգամ էս էլ Ալբանիա, էլ ուրիշ տղա մեր վարչապետին, մեր երկրի ղեկավարին անվանում է ուրիշ տղա։ Ինչ պետք է անեն փոքր երկրների ղեկավարները այս դեպքում։ Նախ ասեմ, որ Թրամփը բավականին ուրախ էր, երբ որ երկու անգամ կարողացավ գրեթե ճիշտ արտաբերել Ադրբեջան անունը եւ այսպես զգացվեց մի անգամից ուրախացավ, ես կողքերը նայեց, որ տեսեք, ես կարողացա այդ բառը արտասանել եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է ինչպես չէ, խնդիրը այն չէ, որ մոտեցավ։ Բնականաբար պիտի մոտենար ինչ որտեղ իշեն, խնդիրն է ինչու մոտեցավ։ Հարցը այն է, որ մոտեցավ, հետո ասեց, որ պարոն Թրամփ, դուք խոսում եք 30 քրիստոնյա ռազմագերիների մասին, միգուցե ժամանակն է, որ օգտվելով առիթից, որ Ալիևը այստեղ է, նրան դիմեք, նրանց բաց թողի, կամ միգուցե խաղաղության համար կարելի է Ալիևին կոչ անել, որպեսզի այդ թշնամական հռետորաբանությունն ու գնահատականները դադարեցնի, որտեղ դա հակասությունն մեջ է մտնում մեր երեքի պայմանավորվածությանը։ Հասկանում եք, եթե այդ ձևի բան աներ, այո, կասեինք մարդը գնաց, դե բնական է, չեն հիշում, ասեց ոնց որ դուք եկան փոքր երկիր եք։ Բայց եթե ամբողջ իմաստը նա էր, որ ես Հայաստանի վարչապետն եմ, եկեք մի հատ իրար հետ նկարվենք եւ ուրախանանք, ես էլ գնամ ժողովրդին խաբեմ, քվե հավաքեմ, դա է անիմաստը, որտեվ որևէ հանդիպում չի կարող ինքնանպատակ լինել։ Ինքնանպատակ չի կարող լինել, հասկանում եք, հենց այդ նպատակը որն էր։ Այսինքն որևէ հարց Հայաստանի համար, որևէ հարց Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է Թրամփի առջև այս ուղևորությունից մեր բոլորի հաշվին օթանավա թռել Հայաստանից Եգիպտոս, հսկայական թմով գնաց, այսինքն մի քանի $100,000 իմ եւ ձեր վրա նստել այդ այցելությունը, բանը Շարմալ Շեյխա գնացե, հո ի վերջո մենք պետք է իմանանք, արդյոք կա թե չկա, եթե չկա, թո չգնար։ Եթե այդպես է, եթե ինքը հարց չուներ դնելու, դրա համար էլ բանակցությունը ինչպես է, ասենք էլի իմ փորձից ելներ, երբ որ պատվիրակությունները բաներ էին գալիս, ես պատրաստում եմ այսպես as talking points, ինչ պիտի քննարկվի։ Հիմա ճիշտ է, ինքը չունի բոլորին աշխատանքից անել, կողքը մարդ չկա, որ խելք սովորացնի, իրան մի 4 կետ տա, մի հատ այսպես short list-ը, կարճը, մի հատ ավելի մեծ ըստ հնարավորությունների, որ առնվազն պետք է այս երկու հարցը, էլի։ Կմոտենակ այնտեղ, եթե պետք եղավ, մենք էլ կշեղենք մյուսներին, կպահենք, հազար մի ձև կա, տեխնիկական դուք դրեք օրինակի համար, օրինակ դրեք քվեարկության բանին կներեք ռազմագերիների հարցը եւ պիտի Թրամփի շահը ցույց տաս։ Դու պիտի ասես, պարոն Թրամփ, մեզ մոտ առաջիկայում ընտրությունները ռազմագերիների վերադարձը դրականորեն կանդրադառնա իմ վերընտրելու հնարավորության վրա, իսկ ես որ վերընտրեմ, այս պայմանավորությունները ի կատար կացեմ։ Իսկ եթե ես չվերընտրվեմ, իսկ ռազմագերիների հարցը կարող է շարքման հարց դառնա, ձեր այս ամբողջ նախաձեռնությունը ի դերև կդառնա։ Դու իր շահը պիտի ցույց տաս եւ ասես ի վերջո ձեր համար նաեւ պիտի ասել, որ մարդկային եւ մարդասիրության տեսանկյունից ճիշտ է եւ այլն։ Սիրուն մի երկու հատ էլ կարելի է այդ հանուն այդ ռազմագերիներին մի երկու հատ էլ քաղցր շողոքորտը խոսք ասել։ Թրամփը սիրում է այդ շողոքորտությունը ակնհայտ է։ Սա է հարցը։ Ինչ որ մենք տեսանք, ինչ որ կարդացել ենք, ինչ որ լսել ենք, որևէ նման հարց Հայաստանի վերաբերյալ չի բարձրացվել Թրամփի առջև։ Իսկ Իրանը ինչու հրաժարվեց, ինչ որ խորքային հարցեր կային հետագա նաև բանակցությունների մասով, միգուցե համաձայնության չեն գալիս, Իրանը հրաժարվում է, ինչ եք կարծում, դա է խնդիրը։ Ես այսօր մի լուր կարդացի, որ Իրանը 9-րդ երկիրն է աշխարհում, որ կարողացել է ինքնուրույնաբար արբանյակ տիեզերք ուղարկել եւ հանել ուղեցիր։ Սա արդեն մեծ նվաճում է, այսինքն երբ որ դու արբանյակ ես ուղեցիր հանում, որտեղ շատ երկրներ չկան։ Այսինքն հստակորեն Իրանը գնում է խնդրի ուժային տարբերակով։ Մենք առիթ ունեցել ենք այստեղ խոսալու, որ ցավոք սրտի Իրանի ղեկավարությունը իր իշխանության մնալու հարցը դարձնում է հիմնական հարցը։ Ինչպես օրինակ սովետական միության վերջի տարիներին էր, չէ, օրինակի համար
երկիրում ամեն ինչ վատ էր, բայց իհարկե ցույց էին տալի, որ ամեն ինչ լավ է, հեսա կոմունիզմը հաղթելու է, բան, ճիշտ է 89-ին հաղթեր, հետո հետաձգեցին դժվարությունների, բայց ամեն պարագայում 2000 թվականին, ես ասում եմ Գորբաչովի ասած պլենումի ճառերը, որ սովետական բոլոր ընտանիքները կունենան առանձին բնակարան կամ առանձին տուն եւ այլն, սիրուն խոսքեր էր, բան, որովհետեւ Գորբաչովը գիտեր, մինչեւ 2000 թվական ինքը իշխանության, ինչ որ Նիկոլ Փաշինյանն է, չէ՞ խոստումներ կալ ասում 2050 թվին մեր մոտ ֆուտբոլը կլինի Եվրոպայի չեմպիոն կդառնանք, էս կանենք, այն կանենք, բան, մինչեւ 2050 թվով սաղով մեռած ինքը հաստատ իշխանության չի լինի եւ այդ բաներն այս կարճ ասած Իրանի իշխանությունները գնում են խնդրի ուժային լուծման տարբերակով զիջումների չեն գնում եւ այստեղ հենց խնդիրը հետեւյալն է Իսրայելի գոյության հարցը կա այս ամենասկզբունքային հարցն է օրինակ շատերն ասում են Իսրայելը չգիտեմ ցեղասպանություն է իրականացնում մյուսը հասկանալի է դա քննարկման հարց է բայց հարցը հետեւյալն է եթե Իրանը եւ Համասը եւ այլ ուժեր չեն ճանաչում Իսրայելի գոյությունը, այսինքն չեն ճանաչում միջազգային իրավունքի գերակայությունը, որտեղ կրկնում եմ Իսրայել պետությունը ստեղծվել է ՄԱԿ-ի հատուկ որոշմամբ։ Այնտեղ վեհաժողովն է քննարկել 47 թվականի նոյեմբեր 29-ին 48 թվականի մայիսի 14-ին պետությունն է հռչակվել, որը ճանաչվել է շատերի կողմից եւ մեծ մասի կողմից եւ այլն, հետեւաբար եթե դու չես ընդունում միջազգային իրավունքը մի հարցով, նշանակում դու չես ընդունում միջազգային իրավունքը սկզբունքորեն, դու չես կարող ճաշացուցակի նման ընտրություն կատարել ինչա ձեր քիմքին հաճելի, օրինակի համար ցեղասպանության կոնվենցիան, որը ՄԱԿ-ն է ընդունել, այսինքն 48 թվականի դեկտեմբերին սա ընդունում ենք, սանով դատապարտում ենք, բայց նույն ՄԱԿ-ի ընդունած մեկ այլ բանաձևը, այսինքն Իսրայելի ստեղծման մասին կամ ավելի ճիշտ ենթամանդատային Պաղեստինը բաժանելու մասին, որի մի մասը սա չենք ընդունում։ Այդպես չի աշխատում։ Դրա համար Իրանը չընդունելով ՄԱԿ-ի որոշումները ինքը Իրան դնում է հարվածի տակ, տեսնենք ինչքան կդիմանա։ Մեզ բնավ ցանկալի չէ այս գործընթացի ձգձգումը։ Իսկ պարոն Պապյան, ինչ կարծիք ունեք եւ ինչ տպավորություն եք ստացել ԱՊՀ գագաթնաժողովից եւ վստահ եմ այն հայտնի երկխոսությունն եք տեսել, որտեղ Հայաստանի վարչապետը ասում է, թե ինչ առևտրաշրջանառություն է եղել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև, իսկ Պուտինը ասում է ոչ ավելին։ Այստեղ դուք ինչ տեսակ, ինչ մեսիջ ուներ այս Պուտինի հակադարձումը, որ ոչ ավելին հնարավոր է թիվը սխալ էր ասում վարչապետը, բայց հետո արդեն Հայաստանում տեղեկություններ տարածվեցին, որ ճիշտ էր թիվը 4 միլիարդ է շրջանառությունը։ Չգիտեմ ինչի իման վրա են 4 միլիարդ, ես ստուգել եմ, մի անգամ էլ կարամ ստուգեմ, որ նա 4 միլիարդ չի, 10 միլիարդ է, 12 միլիարդ է անգամ։ Հիմա ասում են, որ բաներ են խոսում տարին դեռ չի վերջած եւ այլն բանը։ Կարելի է թվերը նայել, բայց այն որ շրջանառությունը մեծացել է եւ մեծանում է, դա էլ փաստ է։ Եվ դա ոնց ասած լավ ուրիշ չի, դա նշանակում է մեզ դուրս են մղում եվրոպական եւ այլ շուկաներից։ Ես մի անգամ եւս կրկնեմ 2000-ականների սկզբին մեր թիվ 1 առևտրային գործընկերը Եվրոմիությունն էր, Ռուսաստանը չէր։ Իսկ հիմա այսպես ասած արևմտամետ իշխանության օրոք արևմուտքի մեր շրջանառությունը փոքրացել քչացել է, որովհետեւ այն պայմանները, որոնք երկրում ստեղծված են, շատ ավելի վատ են։ Առաջել էին վատ, հիմա ավելի վատ են։ Եվ պետք է նայել ենթաօրենսդրական ակտերը եւ տեսնել, թե ինչքան պետությունը իր ձեռքը հնարավորություն է ստեղծել խեղդելու բիզնես եւ դա էլ տեղի ունենում, այսինքն այդ հասկանալի է։ Իմ կարծիքով պարզապես Պուտինը ուզում էր ցույց տալ առաջին ուղերձ արևմուտքին, որ տեսեք, մեր շրջանառություն շատացել է եւ շատանալու է, ոնց ասած ինքը ձեր տղեն չի։ Ասում է it's not your guy, մեր գայն է։ Հիմա մյուսն էլ բանն է նայեր, որ ինքը ուզում էր ցույց տալ մյուսներին եւ որ չի տիրապետում Նիկոլ Փաշինյանը թվերին, ինչ որ վերաբերում է Հայաստանին։ Այսինքն նաև այդ հարցը կար, այսինքն ինչ որ ուսուցիչ աշակերտ կարգավիճակ էր ստեղծում, որ այդ ծեվա, ցավոք սրտի որ այդ ծեվա, ինչ ասես, որովհետև 7 տարի իշխանության ունալով Նիկոլ Փաշինյանը որևէ քայլ չարեց արևմուտքի հետ մերձենալու։ Խոսած, շատ խոսած,
շատ խոստումներ տվեց, հեսա են անում, նա են անում, բայց չեղավ։ Օրինակի համար իսկ ինչն էր խանգարում, որ մենք բանակցել ենք մի ժամանակ, եթե հիշում եք Սերժ Սարգսյանի օրոք, բանակցեցինք, հետո Ցուրիխյան արձանագրությամբ դադարեց Եվրոմիության հետ ասոցիացիով համաձայնագրի ստորագրումը եւ այլն, որի ստորագրելա Վրաստանը։ Շատերը չեն հասկանում դրա կարևորությունը։ Դուք գիտեք, որ այդ փաստաթղթի շնորհիվ թե Վրաստանը չի հանդիսանում Եվրոմիության անդամ երկիր, բայց Վրաստանում արտադրանքը կրում է համապատասխան մակնշում որպես Եվրոմիության արտադրանք։ Համապատասխան է, այսինքն չափանիշներին լիովին։ Հիմա չի համապատասխան, նրան տվել են այդ արտոնությունը, որը բերում է նրան, որ ներդրողները իսկ այնտեղ մոտավորապես 10 անգամ տարեկան արտաքին ներդրումները շատ են, քան Հայաստանում, ներդրում են կատարում։ Ինչու՞, որտեղ ես եթե արաբական ընկերություն եմ, չինական ընկերություն եմ, արտադրում եմ Վրաստանում մի բան, ապա որպես Եվրոմիության ապրանք եւ Եվրոպայում շատ հեշտությամբ ծախում եմ։ Եթե Հայաստանում եմ դա արտադրում, ես չեմ կարող այդ ամբողջ ծախել։ Լավագույն դեպքում Ռուսաստանում, եթե Ռուսաստանն էլ թողից, Ռուսաստանում առանձրել կարող եմ անել։ Այսինքն շատերը ժողովրդից չեն հասկանում, որ այդ արտաքին քաղաքական հարցերը շատ կարևոր են նաև ներքին տնտեսության համար։ Մեզ հաճախ մեղադրում են, ասում են, դե դուք շատ եք արտաքինից խոսում, պետքա կենտրոնալ ժողովրդի կացության վրա, կարիքների։ Լսեք, այդ ամբողջը ածանցվում արտաքինից։ Թե ինչ փաստադուղ դուք կստորագրես Ամերիկայի հետ կամ Եվրոմիության հետ, դու այստեղ կունենաս ներդրում, նոր աշխատատեղեր, նոր արտադրանք, միլիարդների եկամուտ կամ չես ունենա։ Այն մնացած հեքիաթները, որ գալիս են, ասում են, որոնք համեմատաբար մանր հարցեր են։ Մենք կգանք, սա կանենք, թոշակը կբարձրացնենք, հա, բայց որտեղից պիտի թոշակ բարձրացնես։ Փողը պետք է նախ աշխատել ապետ կամ ներդրումներ կգրավենք։ Հիմա երբ որ քո երկրում արտաքին արդար չի եղել հեծի, այսպես ասած սեփական աշնորհում, այդ ուրիշ հարց է, բայց եթե ամենամեծ ներդրումներից մեկը դու խլում ես, այսինքն ներդրողի ծերից, թեկուզև ռուսական ներդրողը, ին վերաբերմունքը գիտեք, ես առանձնապես հիացած չեմ Ռուսաստանով, բայց ամեն դեպքում այդ ուղերձը ոչ միայն ռուսական ընկերություններին, այլ նաև արևմուտքին, եւ եթե նայում եք այս 7 տարվա մեջ միակ մեծ ներդրումը, որ նախատեսվում է, դա Nvidia-ի ներդրումն է Հայաստանում, բայց դա էլ կապ չունի իշխանությունների հետ, բնավ կապ չունի։ Այդ ներդրման թիկունքին հայ մարդիկ են կանգնած, որոնք ուզած դա առաջ են տանում։ Եթե նրանք չլինեին, հաստատ այս ներդրումը չէր լինի։ Եվ հենց այս որ այսքան ձգձգվում է այսքան տարի եւ խնդիրներով ներդրում, այս նաև դրանից մեկն է։ Պարոն Պապյան, այսօր նաև մի նորություն է տարածվել, որ Մեծ Բրիտանիան ամբողջությամբ վերացնում է զենքի էմբարգոն Հայաստանի ու Ադրբեջանի համար։ Ես կուզեմ մեր ռադիոլուսողներին ու ռադիոդիտողներին ներկայացնենք սա ինչ է նշանակում, արդյոք հետագա այսպես լայնածավալ համագործակցության մասին է նաև այս հայտարարությունը Մեծ Բրիտանիայի հետ։ Հիմնավորումը վերացման զենքի նկատմամբ էմբարգոյի այնն էր, որ քանի որ խաղաղությունը, Նիկոլ Փաշինյանը չի ասում, խաղաղությունն է գալու։ Նա խաղաղությունը հաստատվել։ Արդեն եկել է։ Արդեն եկել է, այն դրան հետևը սպասում ամեն ինչ լավ է, հետևաբար խնդիր չկա կողմերին զենք վաճառելու, որտեվ իրար չեն կոտորելու։ Իրանք լավ հասկանում են բրիտանացիքը, որ այդպես չի։ Բայց գիտեք, զենքի վաճառքը ըստ էության իր շահութաբերությամբ երրորդն է։ Առաջինը այսպես ասած pet business-ն է, այսինքն շների եւ կատուների համար ապրանք ծախելը։ Շատերը չգիտեն, որ այն որ անդադ ռեկլամանամ խապում են մարդկանց շուն պահեք, կատու պահեք, այդ հետո գնում է դրա բուժ սպասարկում բանը, դա աշխարհի թիվ 1 բիզնեսն է այսօր, այսպես ուժը pet business-ը։ Հետո գալիս է նարկո բիզնեսը, հետո գալիս է զենքի բիզնեսը։ Ամեն դեպքում դա երրորդ բիզնեսն է իր ծավալով եւ մեծությամբ։ Հիմա բնական է իրանք ուզում են այդ շուկայի մեջ տեղ ունենալ, այսինքն զենք վաճառել։ Հիմա եկեք նայենք մեր տեսանկյունից։ Մեզ արդյոք դա ցեռ է տալիս, արդյոք այն պարագային եւ որ Հայաստանի բյուջեն ռազմական 1.4 միլիարդ է,
եւ կրճատվում է 200 միլիոն դոլարով, Ադրբեջանի բյուջեն 5.1 միլիարդ եւ ավելանում է 2 միլիարդով, այսինքն 3.5 անգամ մեծ է Հայաստանի բյուջեից, ով է առնելու այդ գերժամանակակից զենքերը շատ եւ ընդհակառակը ինչքան տարածաշրջանում, այսինքն զենքիչ վաճառվեր, այնքան մեր օգուտն է, որտեղ իրենք շատ են առնելու Առնվազն 3 անգամ շատ են առնելու հետեւաբար այո այսօր Ալիևը ներկայացնում է եւ որոշ քպայականներ այստեղ եւս ներկայացնում են ասում են դա մեր դեմ չի գուցե այսօր մեր դեմ չի ես չունեմ թեև ես վստահ եմ որ մեր դեմ է գուցե այսօր մեր դեմ չի բայց արդյոք դա խանգարում է որ վաղը մեր դեմ լինի այդ զենքը ի վերջո մի տարվա համար չի այդ զենքը եթե գնեցին առնվազն մի 20 տարի դեռ ծառայելու է Արդյոք 5 տարի հետո կամ ասենք 10 տարի հետո մեր դեմ չի օգտագործվելու արդյոք ամեն ինչ մնալու այսպես անփոփոխ տեսեք երբ որ եւ ՍՍՄ տարիներին եւ հետո բանակցում էին տարբեր հրթիռների կրճատելու վերաբերյալ երկու կողմերը այսինքն տեսակետը հետեւյալն է ոչ ոք չէր առաջնորդում արդյոք դա օգտագործվելու է թե չէ Հարցը հետևյալն է, եթե օգտագործվի, ինչ կփոխի հավասարակշռությունը։ Այսինքն հիշեք հայտնի օրինակ նույն 61 թվականի Կուբայի, այսպես որ Կարիբյան ճգնաժամը ինչի պատճառով էր։ Այդ չէր նշանակում, որ Սովետը Կուբայում դրեց հրթիռ, վաղը արձակվելու էր։ Չէ, պարզապես դնելով Կուբայում այդ հրթիռը փոխվում էր հավասարակշռությունը։ Թեև Ամերիկան էլ Թուրքիայում ուներ դրած։ Բայց Ամերիկան ասում էր նայեք դու Կուբայից իմ տարածքի մեծ մասին կարաս ասնես, ես Թուրքիայից քո տարածքի մեծ մասին չեմ ասնի, հետեւաբար պիտի տանես։ Անկախ նրանից մենք լավ ենք թե վատ ենք, իսկ այդ ժամանակ բավականին լավ էր հարաբերությունները, Խրուշչովներ, բաններ, այսպես դետանտի, ինչպես ասում ձնհալի շրջաններ Ստալինից հետո։ Հիմա սա է կարճ ասած Ադրբեջանը շարունակվում է զինվել մեկ, չի փոխվել որևէ բան։ Ադրբեջանը հարցակողական տիպի զենքեր է առնում երկուս Ադրբեջանի հռետորաբանությունը թշնամական չի փոխվել Ալիևը ինքը որ գնում է անպայման խոսում է բանից հայկական տարբեր հանցագործություններից Հայաստանի Հանրապետության հանցագործությունների վերաբերյալ եւ վերջի նման, ասենք միջոցառումը, որ կազմակերպել էր դա հոկտեմբեր 7-ին էր եւ կալյանայել եզրափակիչ փաստաթուղթը Գաբալայում կայացած թուրքալեզու պետությունների համաժողովը, որտեղ միանշանակ, այսինքն էլի Հայաստանը դատապարտվեց եւ խոսացին դրա մասին Պարոն Պապյան, մենք ունենք մի փոքր ժամանակ, դուք մեր նախազրույցում նշեցիք, որ կան հարցեր, որոնք ուզում եք անդրադառնալ, մենք այս ժամանակը կարող ենք հատկացնել դրան։ Ես մի երկու խոսք ասեմ նաև այդ Գաբալայի համաժողովի մասին, որովհետև սա այն դեպքերից է, որ ցույց է տալիս, եթե դու հետևողականորեն աշխատանք ես տանում, արդյունք ես ասնում։ 1992 թվականին Թուրքիայում Անկարայում կայացավ թուրքալեզու պետությունների առաջի համաժողովը, այսպես մի անորոշ մշակութային ինչ որ մի կառույց էր իրենից հիշեցնում եւ քիչ այդպես շարունակվեց մինչեւ 2009 թվականին 2009 թվականին Նախիջևանում կնքվեց արդեն Ալիևի նախաձեռնությամբ համապատասխան փաստաթուղթ արդեն թուրքական պետությունների համաժողովի մասին եւ ասեն ավելի կառուցվածքային էր բան եղավ եւ արդեն իրենք մենք տեսնում ենք որպես միասնական ուժ են ընկալում այս վերջի Գաբալայի անցյալ հոկտեմբերին հենց կայացածի ժամանակ Ալիևը խոսած համատեղ զորավարժությունների մասին արդեն 7-8 պետություններով եւ այլն սա դառնում է կառույց սա հենց դա է ցույց տալիս որ առաջին հերթին քաղաքականության մեջ նոր գաղափարներ են պետք եւ պետք չէ ասել որ այդ գաղափարը գիտեք հերանեկար չունի ցանկացած գաղափար եթե խելոք հիմնավորում ես մի քիչ ծախս ես անում մի քիչ առաջ ստանում դառնում է լուրջ գործիք իսկ այդ գործիքները շատ կարեւոր են ինչ որ այսօր իր ձեռքում կա եւ Ալիևը դրանով ճնշումներ է բանացնում ինքը կարողանում է եւ Պուտինի վրա ճնշում բանացնի որտեւ ասում է տեսեք այս բոլոր երկրները վրա ազդեցություն ունեմ եւ
արժեք կշիռա ձեռք որում նույն Թրամփի աչքում Թրամփը հասկանում է, չէ՞, ի վերջո իրեն հիմա շատ բան ասենք չգիտի, բայց ասենք զեկուցում են, որ ասենք հիմա Ալիևը եւ Ադրբեջանը խիստ կարեւոր դեր ունի post-սովետական այդ միջինասիական երկրների վրա եւ այլն, արդեն 4 անգամ Ադրբեջանի տարածքում այդ համաժողով արել եւ այլն։ Դե տեսնում եմ դա մալին կասում, տեսեք քարտին ազդեցիկ տղա է եւ այդ ամբողջը կարեւոր է։ Մենք պիտի ինչ-որ ծրագրեր առաջ քաշենք եւ անենք, որը ցավոք սրտի չենք արել եւ սա դեռևս իր հետևանքն է ունենալու։ Ես կուզեի հաշվի առնելով, որ օրերս հոկտեմբեր 13-ն էր, իսկ այդ օրը 1921 թվականին ստորագրվեց Կարսի անօրինական գործարքը, այսպես կոչված Հարավկովկասյան 3 հանրապետությունների եւ Թուրքիա ազգային մեծ ժողովի միջև եւ շատ հետաքրքիր է Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ, բացառիկ այն առումով, որ չես հասկանում ում կողմից էր այդ դաշնությունը, ինչ մասնակցությամբ, որտեղ բանը, ես շատ մանրամասների չեմ անդրադառնա, ուղղակի խորհուրդ կտամ նախկին հաղորդումները Modus Vivendi հենց այս սրայից լսեն, մենք շատ ենք անդրադարձել, բայց ես ուզում եմ ասեմ, որ այդ փաստաթուղթը ըստ էության ներկա իրավիճակի խարիսն է եղել, ինքը լինելով անօրինական, բայց այս վիճակը ստեղծել է։ Իսկ այս վիճակը շատ վտանգավոր է, որտեղ Ադրբեջանում առ այսօր շարունակում են խոսել Հայաստանի Ադրբեջանին 30-ամյա օկուպացիայի շրջանում հատուցած վնասների մասին եւ խոսում է 150 միլիարդ դոլարի մասին հատուցումներ։ Այսինքն մենք պիտի պատրաստ լինենք ցույց տալու, որ այն ինչ որ տեղի ունեցավ Նախիջևանի կամ Արցախի հետ, դա անօրինական էր։ Մոսկվայի պայմանագրով, հետո լորից էլ ածանցվեց Կարսի պայմանագիրը, սա շատ կարեւոր է մեզ համար։ Եվ սա չի նշանակում, որ շատերը փորձում են ասեն դուք ինչ որ նկարտումներ ունեք Ադրբեջանի նկատմամբ եւ այլն, նախ չունենք, որտեւ երբ որ դուք օրինապես քո տարածքի նկատմամբ հավակնություններ ունենաս, դա նկատմամբ չի, բայց անգամ դա դնենք մի կողմ, խնդիրը է, որ մենք ստիպված ենք լինելու պաշտպանվելու, եւ եթե որևէ մեկին թվում է, որ հիմա Ալիևը այս գործընթացը սկսել է այսինքն հատուցումների եւ լինի դա քարոզչական, լինի դիվանագիտական, լինի արդեն դիմել է տարբեր կառույցների, հետո հեշտ ու հանգիստ պիտի սրանից հետ կանգնի, դա չի լինելու։ Լավագույն դեպքում ինքը պահանջելու է, ես գիտեմ, ի վերջո դա գալու է նրան, որ ինքը ժամանակավորապես պահանջելու է Հայաստանի տարածքներ, ասելով դա ժամանակավորապես է, մինչև պարտքը կփակվի, իսկ ոչինչ հավերժական չի, քան ժամանակավորապես է։ Այնպես որ խորհուրդ կտայի մեր դիտողներին եւ լսողներին նախքին հաղորդումներին անդրադառնալ եւ ավելի մանրամասներն իմանալ։ Շնորհակալություն պարոն Պապյան զրույցի եւ վերլուծության համար։ Մեր ռադիո լսողներին ու ռադիո դիտողներին էլ հիշեցնեմ, որ եթերում Modus Vivendi հաղորդումներ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։